Հարգելի հայրենակիցներ, ես խնդրելու եմ շտապ տարածել այս տեսանյութը, որովհետև այն ինչ տեղի ունեցել մեր փաստաբան գործընկերներից մեկի հետ կարող է տեղի ունենալ բոլորիդ հետ, ընդ որում ոչ միայն Երևանում բնակվող, այլ նաև Հայաստանի Հանրապետության գրեթե ցանկացած վայրում բնակվող անձանց հետ։ Ուրեմն ինչ է տեղի ունեցել։ Մեր փաստաբան գործընկերներից մեկի անչափահաս որդին իր բնակության վայրից դուրս է եկել եւ երբ որ պատրաստում էր ներկայանալ արտադպրոցական պարապմունքների շենքի շքամուտի մոտ նրան մոտեցել է մի տրանսպորտային միջոց եւ այդ տրանսպորտային միջոցի վարորդը պլաշով սև դուրս է եկել եւ փորձել է երեխային համոզելով նստեցնել ավտոմեքենա, նշելով, որ երեխայի մայրը այդ ամենի մասին տեղյակ է, նրանք կգնան, քաղցրավենիքներ կգնեն, խաղալիքներ կգնեն եւ հետո կճանապարհվեն գեղեցիկ ու լավ օր անցկացնելու համար։ Երեխային այդ տեղի ունեցած այդ երևույթը շատ զարմանալի է թվացել եւ հասկանալով ամեն ինչ նա դիմել է փախուստի, իսկ տրանսպորտային միջոցի վարորդը իր հետևից։ Ինչևէ, երեխային հաջողվել է դիմել փախուստի եւ այդ ընթացքում ահազանգել հորը ու պատմել կատարվածի մասին, հայրը միանգամից ներկայացել է ոստիկանության բաժինին, տեղի ունեցածի մասին պատմել եւ արդեն գնացել երեխայի մոտ, երեխան գտնում է շատ հոգեկան հուզված եւ խիստ լարված վիճակում։ Հիմա այս ամենի մասին տարածելու նպատակը ոչ միայն զգույշ լինելն է, այլ նաեւ ոստիկանության աշխատակիցների աշխատանքը քննադատելը, որովհետեւ մինչեւ հիմա ոստիկանությունը որևէ գործողություն չի ձեռնարկել, արդեն այսօր երկրորդ օրն է եւ ոստիկանությունը մեր փաստաբան գործընկերոջը պարզաբանում է, որ տեղամասային տեսուչը փորձում է այդ հարցով զբաղվել։ Նախ առաջին օրը ոչինչ չեն արել, ոչ աշխատանքային ժամով պայմանավորված, իսկ երկրորդ օրն էլ ընդհանրապես պարզաբանում են, որ տեղամասային տեսուչը այդ հարցով կզբաղվի։ Սա այն դեպքում, երբ որ օրինակ խնձոր նետող պապիկի միջև 7 պորտ բոլոր բարեկամներին բերման ենթարկեցին կարմիր բերետավորները միայն այն բանի համար, որ Փաշինյանի ուղղությամբ խնձոր է նետվել, կամ չգիտեմ ցուցարարների մորուսով, կամ չգիտեմ աջ ձեռքով նույնականացնում եւ միանգամից բռնում ու բերման են ենթարկում։ Այս դեպքում, երբ որ կատարվել է անչափահաս երեխայի արցախցի տարհանված, տեղահանված, հայրենազրկված անչափահաս երեխայի առևանգման փորձ, ընդ որում այդ եղանակով քաղաքի կարելի ասած մարդաշատ վայրերից մեկում, երրորդ մասում, ոստիկանությունը որևէ աշխատանք չի ձեռնարկում եւ մինչեւ հիմա պարզ չէ այդ տրանսպորտային միջոցն ու տրանսպորտային միջոցի վարորդը, որ փորձել է նման հանցանք կատարել երեխայի նկատմամբ։ Ընդ որում խոսքը վերաբերում է փաստաբանի որդուն, որ մանկահասակ երեխա է, մինչեւ 12 տարեկան երեխա է եւ նրա նկատմամբ կատարվել է այսպիսի հանցանք։ Բայց ոստիկանության աշխատակիցները կրկնում են մինչև հիմա որևէ գործողություն չեն ձեռնարկել, ինչ տեսախցիկների զունություն չկա, այդ անձի հայտնաբերման ուղղությամբ որևէ ձեռնարկված գործողություն չկա, ընդ որում դեպքը տեղի ունեցել դպրոցի մոտակայքում եւ այն կարող է կրկնվել կամ տեղի ունենալ մեկ այլ դպրոցականի կամ մեկ այլ երեխայի նկատմամբ։ Սա շատ մի քննադատելի, զազրելի եւ արտասովոր երևույթ է եւ ես կարծում եմ, որ այս մասին պետք է բարձրաձայնել եւ ուշադրություն եմ հրավիրում ներքին գործերի նախարարության այս տեղի ունեցածի վերաբերյալ, խնդրում լուրջ միջոցներ ձեռնարկել այդ անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Այսքանը ցանկանում եմ բոլորին տեղեկացնել, եղեք զգույշ եւ հնարավորինս խուսափեք նման երևույթներից։